Ծաղկահովիտ համայնք գտնվում է Արագած լեռան հյուսիսային ստորոտին, Ծաղկահովիտ գետի կանաչապատ հարթ ափին։ Հեռավորությունը Երևանից 80 կիլոմետր է, բարձրությունը ծովի մակերևույթից 2099 մետր։ Բնակավայրի տները թեքտանիքով են, նորաշեն, խմելու ջուրը բերված է Արագածի աղբյուրներից 5 կիլոմետր հեռավորությունից։ Գյուղը 1850 թվականին հիմնադրել են Անիի շրջակա գյուղերից գաղթած հայ վտարանդիները։ Գյուղի հյուսիս-արևելյան ծայրին գտնվում է Ղալաչի միջնաբերդ Ուրարտական ամրոցը։ Բերդը, որն անվանել են գյուղի նախկին անունով, ինչպես նաև Հաջի Խալիլ, շրջապատված է հին բնակավայրի գյուղատեղի ավերակներով։ Այստեղ են գտնվել դամբարաններ, կա 10-13-րդ դարերի գերեզմանոց, բնակավայրում անավարտ է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Ծաղկահովիտ համայնքն այսօր էլ համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի ղեկավարությամբ շարունակում է զարգանալ, պահպանելով իր ավանդույթները և միաժամանակ քայլելով ժամանակի պահանջներին համահունչ։ Համայնքի ղեկավարի ղեկավարությամբ իրականացվող ծրագրերը խոստանում են համայնքի համար նոր հնարավորություններ և ավելի բարեկեցիկ ապագա։ Վերանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ, բարեկարգվել և բարեկարգվում են բակեր և հասարակական տարածքներ, ինչպես նաև իրականացվում են ջրամատակարարման համակարգերի արդիականացման ծրագրեր։ Այս ամենը նպաստում է բնակիչների առօրյա կյանքի որակի բարձրացմանը և համայնքի տուրիստական գրավչության բարձրացմանը։ Ծաղկահովիտ համայնքը 18 թվականից հետո մեծ ընտառաջում ունի։ Մենք մոտավորապես 10 գյուղով ունենք 12000 բնակիչ, որոնք աշխատում են գյուղատնտեսության մեջ բոլորը, անասնապահություն են զբաղվում, արտագնաց աշխատանքներ կա, ճիշտ է գնում են, բայց ընդհանրապես լավ առաջընթաց կա։ Հիմա մենք ընդհանրապես այդ իմ ժամանակվանից որ եկել ենք, մինչև խոշորացում է, այդ ժամանակ շատ վատ է եղել գյուղերը, իսկ հիմա ասեն շատ լավ է, որովհետև հիմա մենք մոտավորապես 6 գյուղի գազաֆիկացում ենք քաշել, որը մեծ գործ են կարել, այդ 6 գյուղը ընդհանրապես գազ չունեցել, հիմա գազաֆիկացրել ենք, այս տարի գազը կմիացնենք, մոտ 1 միլիարդ գումարի չափ գումար ենք ծախսել, ճիշտ է, կեսը սուբվենցիոն ծրագրով է եղել, կեսը մեր միջոցներով է գնացել, կեսը պետական միջոցներով է գնացել ու շատ ընտառաջ կա հիմա, մեր մոտ այսօրվա դրությամբ 2 հատ մանկապարտեզ են կառուցում, որը պետբյուջեով օգնեցին մեզի, ես դիմեցի մեր վարչապետին, վարչապետը շատ մեզ օգնում է, հիմա էլի շատ է օգնում, մի հատ դպրոց ենք կառուցում նոր Հնաբերդում, որը Հնաբերդը ամենամեծ գյուղերից մեկն է մերը, գրեթե Ծաղկահովիտի չափ բնակչություն ունի ու լավ ընտառաջ է, այնտեղ դպրոց ունենք, որ կոմունիստների ժամանակ պատրաստել էին, բայց ընդհանրապես վտարային վիճակում էր, բայց հիմա շատ լավ է, այս տարի եթե չպրծնին, եկող տարի կպրծնին, այդ երեխեքին մենք կտեղավորենք, այս տարի նույնը մանկապարտեզը կապիտալ վերանորոգում եմ անում Հնաբերդի և Նորաշենի, որովհետև այնտեղ մենք երեխաներ ունենք, ամեն մի բանում, գյուղում մոտ 60-ից 70 երեխա կա, ու ընտառաջ կա, հիմա այս 2 մանկապարտեզներն էլ որ սկսել ենք, մեկը Գեղադիր գյուղում է, մյուսը Ծիլքար գյուղում է, ընդեղ 3 գյուղերը միացրել եմ, Ծիլքարը, Գեղարոտը, Լեռնապարը, 3 գյուղերի երեխաները պետք է գան մեկ կենտրոնում մնան, մեքենաներ ունեն, մեքենաներս կտանին, կբերեն, բոլորը, լավ ընտառաջ կա ընդհանրապես մինչև կոմունիստական իշխանությունից հետո 90-ական թվերից հետո ստե ոչ մի գործ չի եղել։ Ես եկել եմ ճիշտ է 2002 թվականին այն ժամանակ խոշորացված համայնք չէր, եկել եմ էլի քարուքանդ է եղած եղել, կամացից ես եմ կարգավորել բոլոր տանիքները, բազմաբնական շենքերի ես իմ ձեռքերով եմ օգնել ու արել ենք։ Իհարկե դա պետբյուջեի չէր, մենք մեր ուժերով ենք արել, որտեղ այն ժամանակ չկար այդպես բաներ, ծրագրեր, որ այս վերջում է, որ այս ծրագրերն եղել է, էսի շատ օգուտ է տալիս մեզի։ Հետո այն ժամանակ բյուջեն մի հատ չէր։ Հիմա բյուջեն կենտրոնանում է միտեղով կարում ես մի գյուղի գործ անես, մյուսին գործ անես, հեռացման գործեր են կարել, խմելու ջրի վերանորոգում են կարել, նոր գծեր են փոխել, որ ասեմ կիլոմետրներով փոխել եմ, կիլոմետրներով, լեռան տակից ջուր ենք բերել 12 կիլոմետրի վրա, այսօր ջուրը ապահովում է ամբողջ մեր շրջկենտրոնը և
ես իմ հարակից գյուղերը, որտեղ իրանց էլ եմ ջուր տալիս, չեմ կարա ջուրը չտամ, ջուրն է սպանա, որ պետք է տա։ Անցած անգամ մենք մեր ղեկավարության հետ խոսացինք, վարչապետը խոստովա, որ բանը լիճ պետք է կառուցենք։ Եթե մենք այդ լիճը կառուցենք, արտիգին է ջուր կտամ, աբարանն է ջուր կտամ եւ ստեղ էլ խմելու ջուրը կապովի 15 միլիոն խորանարդ։ Այսինքն պարոն Հակոբյան համընթաց զարգացում է ապրում։ Ընդմիշտ։ Բոլոր ոլորտներով։ Այո, ամեն ինչով։ Պարոն Հակոբյան, դուք նշեցիք, որ հիմնական բնակչության զբաղվածությունը գյուղատնտեսություն է, անասնապահություն, գյուղատնտեսություն, հա, իսկ օրինակ գործարաններ, չգիտեմ, այլ ինչ որ ենթակառուցվածքներ, որոնք որ կօգնեն էլ ավելի շատ բնակչության զբաղվածության նման ծրագրեր առաջիկայի համար ունեք։ Ցավոք սրտի գործարաններ մենք ունեցել ենք գործարաններ, տեկստիլ աշխատում էր, բանը հիմա այդ գործարանները կան, բայց կագնած են, տեղ բաներն են, իր սարքավորումներն են կան, հինա կագնած են, եթե մեկը եղնի գավոքնի ժողովրդին ավելի լավ կլինի, իրանց աշխատատեղեր կլինի, բոլորը նենց որ շահագրգռված են աշխատելու։ Հետո մեր մոտ, որ մենք անջրդի տարածքներ, հա, հիմա մենք հեկտարից 50-ից 60 ցենտներ ցորեն ենք ստանում։ Եթե բան չկա, եթե ջերմովի են ավելի բարձր կստանանք։ Իսկ երիտասարդությունը հիմնականում երիտասարդությունը հիմնականում ասեմ, մեծամասնությունը աշխատում է ամեն օր մեր մոտից, դե իրանք իրաց մեքենաներով բանով հետում են Երևանում են շատ աշխատողներ ունեն, դրսում շատ քիչ են։ Մեր ժողովուրդը մեծամասնությունը Երևանում աշտարակում, այստեղ են բոլոր տեղերը աշխատում են ու շատ լավ են, էլի մարդիկ լավ կպած են գործին, որ ասեմ թե քասիբել չեն, բայց դե ապրում են իրանց ընտանիքը պահում են, էլի մարդիկ։ Ընդհանրապես շատ լավ է, փառք Աստծո, ընտարաշ կա, հիմա մենք ուզում ենք մեր այս եկեղեցին էլ հին եկեղեցի է, չնայած ինձանից այն ժամանակ ուզում էին որ հանձնեի բանին, չեմ տվել, մինչև օրս ու չեմ էլ տա այս։ Այդ մեր եկեղեցին է, մեր սրբությունն է, պետք է մնա մեր համայնքի տրամադրության տակ։ Պարոն Հակոբյան, այսինքն նաև Ծաղկահովիտ խոշորացված համայնքը հարուստ է պատմամշակութային ժառանգությունով եւ քանի որ այս պահին զբոսաշրջային, հա, ակտիվ սեզոն է, ինչ ենք առաջարկում զբոսաշրջիկներին։ Հիմա ասեմ, մենք մեր լեռը գիտեք, Արագած լեռը, այդտենց օր չկա, որ տուրիստներ չկան, մեր մեքենաները կանգնած, ստանում են Արագած լեռան տակը, մնում են, օրերով են մնում, անցած տարի Ռուսաստանից եկել էին շատ էին, հիմա էլ են գալիս, ուրեմն մեքենա չկար, ես մեքենան տվեցի, հանեցին, ռուսին հարց եմ տալիս, ասում եմ, տեսնես ինձ սարունենք, սման չա ծերը, միրն էլա, եսի չասկիծա Հայաստանն էլա ծերը, ծիծաղացել ինես բանում, ու ընդանրապես շատ լավ տեղեր կա, ես կցանկանայի, որ ասենք, ստե այդ լիճը որ սարկվի, չէ, այդ գիտես ինչ տուրիստական բազա է եղնելու։ Լեռնա դաուգային բան ենք բերել, այնտեղ մարդիկ դրել են, արդեն դոմիկներ են դրել, բան են դրել, ձմեռը շատ բանով արտարացնում է ու ընտարաշ կա, շատ ընտարաշ կա։ Այսինքն զբոսաշրջիկների համար եւս գրավիչ է։ Այո, եւ շարունակելու է գրավիչ դարձնելու գործընթացը։ Նշեցիք, որ եկեղեցի կա, հա, եւ բացի այդ եկեղեցուց էլ ինչ պատմամշակութային ժառանգություններ ունեք, որոնք որ կարող եք ներկայացնել։ Սաղ գյուղերում ունենք այդ եկեղեցիները, սաղ գյուղերը, որ գյուղն էլ մտնես, ամեն մեկը իր տեսարանն ունի, իր գեղեցկություն ունի։ Այս մեր վերևում մենք Գալաչի սար ենք ասում, դա պատմամշակութային մեծ տեղ է, այնտեղ պեղումներ արեցին, հնադարյան բաներ, մոտ 10 տարի պեղումներ էին արել, հնությունից շատ մեծ բաներ էլ ավելի, այնտեղ առաջ մարդիկ են ապրել, իրանց այդ բաները, շենքերի տեղերը կա, մեծ քարերով դրած, կճուճներ են գտել, անգամ են բանը, փոքր են թրեր են գտել, բաներ են գտել, էլի։ Իսկ պարոն Հակոբյան, քանի որ նշեցինք, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքը ընդհանուր առմամբ հետաքրքրություն է առաջացնում նաև տուրիստների համար, ըստ այդմ կան օրինակ հյուրանոցներ, հանգստյան տներ, որոնք որ ես ասեմ, հյուրանոց ունենք, քանի որ մեր ժողովուրդը այն ժամանակ
բանը դոմիկներում էին ապրում այդ երկրաշարժից հետո այդ հյուրանոցը ես բաժնեցի բնակ տարածք տվեցի այն մարդկանց ով որ դոմիկներն էին հանեցի դոմիկներից բերեցի դե բայց հիմի ծրագիր կա ծրագիր եկել են ուզում են տարածք են տվել որ հյուրանոց սարքեն ու թող սարքեն ես մեծ ուրախությամբ պատկացնում եմ ինչ էլ սարքեն իմ ժողովրդի մարա մեր մարա բոլորիս մարա մեր ազգի մարա Պարոն Հակոբյան, իսկ կան բնորոշ ծաղկահովիտին բնորոշ ճաշատեսակներ, չգիտեմ, ինչ որ այլ ավելի հա տուրիստներին գրավելու համար ճաշատեսակ, որևէ բնավորություն, որը հատուկ է հենց ծաղկահովիտ համայնքին։ Ոնց կացավ դա։ Շուշանի երկիրը մերն է։ Շուշանը մերն է, մեր մոտից են տանում ամեն մեկը, մի Շուշանը տես ճանապարհներին որ դրած է, սաստեից են տանում ծախում։ Ավելուկը մերն է, որ ամենահամեղ էլի բանը դուք իմանաք ավելուկը ինչ բան է։ Դե ինչ եմ դեստե գիտես մածունն է, ամեն ինչա սաղ մեր արդա պանիր է, թել պանիր են արդադրում մարդիկ։ Ամեն ինչ էլ արդադրում են սաղ տեղական բան է մեր ու ամենավորակովն է։ Ոչ թե ջուր են խառնում հետը կամ տանում են քաղաք մելիտրեսը ինչ, ստեղ ճիշտ է, կատիգինը եշան է, բայց դե ոչինչ, էլի մեր ժողովուրդը համակերպվում, ամեն ինչ անում է, մաքուր կատեն սնվում, մաքուր յուղ են ուտում, բայց իսկ հատուկ ճաշատեսակ, որը բնորոշ է հենց դե հատուկ է նա որ մենք սաղսել անում ենք, երիշտային կանոն, երիշտան գիտես ինչա։ Սաղ այդ ամեն ինչը մեր մոտով այլ է։ Դե սովորական ոնց որ մեր մնացած են հայկական գյուղերը, նենց էլ է։ Պարոն Հակոբյան եւ ավարտելով ամփոփելով մեր զրույցը խոսենք ապագա ծրագրերի մասին, թե դուք ձեր զրույցի ընթացքում պարբերաբար նշեցիք, հա, թե ինչ ծրագրեր կան, բայց երեք խոշոր այսպես ասած ծրագրեր, որոնք ապագայում ձեր առաջիկա ծրագրերի մեջ են մտնում, հա, կառանձնացնեք։ Ասեմ, հիմա մեր առաջնա խնդիրը նա որ այս ծրագրերում մեր ասֆալտը որ սկսել ենք Եսի մեծ են առաջա, որովհետև բանը գումարների հարց է, էլի, դե պետք է գումար ունենաս տնես, մեծ ծրագրերով է, կեսը պետությունն է տալիս, կեսը մենք ենք անում, ընդ աշխատում են շատ լավ գործ է, այդ ասֆալտապատումն եմ անում, ուրեմն քարապատում եմ անում հնաբերդ գյուղում, Նորաշեն գյուղում քարապատում եմ անում, էլի նույն ճանապարհը անում ենք, բայց քարապա արտիգի տուֆով, էլի, որտեղ էդի ավելի մեզի ձեռը տալիս որակով ու երկար է տալու ընտառաջ շատ կա ու բացի դրանից ուրեմն ներքին ցանցը գրեթե 4 գյուղի 5 գյուղի ներքին ցանց պետք է փոխեմ խմելու ջրի ներքին ցանցը որովհետև ծրագրի մեջ է այդ բոլորը պետք է փոխվի ու ժողովրդին էլ էդի ջրով ամեն ինչով ապահովենք մենք շատ ընտառաջ կա Էլի ծրագրեր կա, չեմ կարա ասի, մինչև չհաստատվի չեմ կարա բանանում, ինչի սուտ ասել, պետք է իմանանք, որն որ կատարվում է, որ աշխատանքը կատարվում է, այնի ասում եմ։ Գազաֆիկացումը լրիվ չեմ բրձեն գյուղերի մեջը, էդ էլ պետք է շարունակեմ, մոտ 40 կիլոմետր է, կբրձենի մեծ տարի լրիվ ազատ կշնչենք, արդեն կասնի մնացած գործերի։ Լինելու է երկու կողմանի հետնոտային մայթեր, Ծաղկովում լինելու առով, որ այս պայն չկա, լրիվ զրոյից հավաքվելու է, լինելու է նոր լուսավորություն ու երկու շերտ ասվալտ, որը 10 սանտիմետր է ու ծառայի շատ երկար։ Կիսավեր Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցում դեռևս 19-րդ դարում վերագրվել են բազմաթիվ հրաշքներ, որոնց մասին պատմում է 74-ամյա Հայկաս պապը։ Մարդիկ հավատացել են, ասել են ինչ-որ բան ունի, մարդկանց բուժելու հատկություն ունի, մարդիկ եկել են, աղոտ են արել, կնունք են արել, հարսանիք, կնունք, ծնունդ, ինչ ասես եղել, կար շատ գեղեցիկ բաներ, երկրաշարժի ժամանակ, բլվավը նրանից հետո խորանը կանգուներ, հետո լավ 72-ամյա Խաչատուր Մարգարյանն էլ գյուղի զարգացումը կապում է բացառապես համայնքապետ Նորային Հակոբյանի հետ, ով գյուղում սիրված եւ հարգված է թե մեծահասակների, թե երիտասարդների կողմից։ Նրան այսպես են բնորոշում. եթե չլինի Հակոբյանը, չի լինի նաեւ ծաղկահովիտի զարգացումը։ Շատ ուրեմն հոգատար, համայնքասի մտածող, խելգլխին հավասարակշռված մարդ։ Ասին առողջ ֆիզիկապես եւ հոգեպես նույն ձև արվում բնակիչները, այսինքն շատուրության բարձրացումը, որ Հայաստան Հանրապետության ղեկավարի, վարչապետի, մյուսի
նախաձեռնությամբ կառուցում է ճանապարհ կիլոմետրերով, որի հիմնական ուրեմն կատարողը Հակոբյան Նորիկն է, ու մարզում մեր տարածքում ավելի ճիշտ խոսած համայնքում կան բազմաթիվ լավագույն աշխատանքներ։ Նորաշենի Գեղարդի դպրոցը, Մանգապարտեզը, Ծիլքարի դպրոցը, Ծաղկովիտի ճանապարհները բոլորը միասին վերցած, այսինքն կարելի ասել, որ կա առաջընթաց կա։ Բնորոշ ժողովուրդն էլ կասար մտածեն